Բարև ձեզ, ես Արտեմ Սահակյանն եմ։ Մենք շարունակում ենք մեր էլեկտրադինամիկա դասընթացը։ Նախ թույլ տվեք ողջունել իմ YouTube-յան ալիքի բաժանորդներին եւ հյուրերին։ Ինչպես նշել էի նախորդ դասերի ընթացքում, այս դասընթացը բաղկացած է մի քանի բաժիններից, որոնք ես արդեն ներկայացրել էի ձեզ առաջին դասի ընթացքում դասընթացի ընդհանրացված ծրագրում։ Նրանց համար, ովքեր մեզ նոր են միացել, կուզեի նշել, որ ի տարբերություն դասական էլեկտրադինամիկայի ակադեմիական մատուցմանը, այս առցանց դասընթացը ավելի ընդլայնված է, նկատի ունեմ, որ այն ընդլայնված է մի շարք նյութերի ընդգրկումով, որոնք սովորաբար ընդգրկված են լինում հարակից առարկաների ծրագրերում և սերտորեն կապված են էլեկտրադինամիկայի ժամանակակից բազմաթիվ կիրառումների հետ։ Այդ առումով դասընթացը ավելի ճիշտ կլիներ անվանել տեխնիկական կամ ճարտարագիտական էլեկտրադինամիկա։ Այժմ շարունակելով մեր դասընթացի ներածական մասը, որը նվիրված է ինժեներական մաթեմատիկայի հատնտիր բաժիններին, այս դասի ընթացքում կդիտարկենք վեկտորական հանրահաշվի տարրերը։ Խնդրում եմ չխառնել վեկտորական անալիզի հետ, որը իրենից ներկայացնում է առանձին դասի նյութ և որը մենք կդիտարկենք հաջորդ անգամ։ Նախ սկսենք սահմանումից։ Վեկտորը դա մաթեմատիկական օբյեկտ է, որը ծառայում է այն ֆիզիկական մեծությունների ֆորմալ նկարագրման համար, որոնք ունեն և մեծություն, և ուղղություն տարածության մեջ։ Գրաֆիկորեն վեկտորը պատկերված է նկար 2.2.1-ում և օրինակները կարող են ծառայել մեխանիկական ուժը, նրա լծակի մոմենտը կամ էլեկտրական և մագնիսական դաշտի լարվածությունները և այլն։ Ի տարբերություն սկալար մեծությունների, որոնք ունեն միայն արժեք և չունեն ուղղվածություն տարածության մեջ, ինչպիսիք են օրինակ օդի ջերմաստիճանը, նրա ճնշումը կամ նյութի խտությունը և այլն։ Տվյալ B վեկտորի հետ կապված է միավոր վեկտորը, որի մոտ մեծությունը որոշվում է որպես 2.2.1 արտահայտություն, այսինքն B վեկտորը բաժանած նրա բացարձակ արժեքի վրա տալիս է միավոր B վեկտոր փոքրատառ, որը ցույց է տալիս B վեկտորի ուղղությունը, բայց նա չունի չափողականություն։ Ուղղանկյուն կոորդինատային համակարգերում վեկտորները ներկայացվում են բազային միավոր վեկտորների օգնությամբ, այլ կերպ ասած դա անվանում են օրտոնորմալ բազիս x, y, z, և վեկտորը ներկայացվում է իր 3 կոմպոնենտների օգնությամբ, 3 բաղադրիչների օգնությամբ bx, by, bz և ցույց է տված 2.2.2 արտահայտությամբ։ Այստեղ արժի համատել կետի կոորդինատների հետ, ձախից ցույց է տված A կետը ուղղանկյուն կոորդինատային համակարգում, որի դիրքը այդ համակարգում որոշվում է նրա կոորդինատներով x, y, z, ի տարբերություն վեկտորական մեծության, որը նկար 2.2.2-ում ցույց է տված իր բաղադրիչների միջոցով bx, by, bz։ Այժմ անցնենք գլանային կոորդինատային համակարգերին, որի բազային միավոր վեկտորներն են ρ, φ և z, ինչպես պատկերված է նկար 2.2.3-ում։ Այստեղ A կետի դիրքը որոշվում է այդ 3 կոորդինատներով։ Ներքևին նկար 2.2.4-ում ցույց է տված կամայական B վեկտորի դիրքորոշումը այդ կոորդինատային համակարգում,
եւ այն կապված է իր 3 կոորդինատային բաղադրիչներով b-ρ, b-φ եւ b-z եւ b վեկտորը այս գլանային կոորդինատային համակարգում որոշվում է որպես 2-2-3 արտահայտությունը։ Այստեղ ես կուզեի նշել միայն մի կարևոր փաստ, որ ի տարբերություն ուղղանկյուն համակարգի, որտեղ բազային վեկտորները չեն փոխում իրենց տարածական դիրքը տարածության կետից կետ անցնելիս, գլանային համակարգում բազային վեկտորների համախումբը պտույտ է կատարում z առանցքի շուրջ եւ դրանով տարբերվում է ուղղանկյուն կոորդինատային համակարգից։ Այժմ անցնելով գնդային կոորդինատային համակարգերին հիշեցնեմ, որ ինչպես նախկինում նշեցինք, նրա բազային միավոր վեկտորներն են r, այսինքն շարավիղ վեկտորը, թետա վեկտորը, որը կապված է զենիթային անկյան հետ, եւ φ վեկտորը, որը կապված է ազիմութային անկյան հետ, ինչպես պատկերված է նկար 2.2.5-ում։ Հիշեցնեմ նաեւ, որ միավոր վեկտորների ուղղությունները ընդունվում են համապատասխան կոորդինատի աճի ուղղությամբ։ Օրինակ φ միավոր վեկտորը, որը պատկերված է այս նկարում, ուղղված է φ աճի ուղղությամբ, այսինքն այս կանաչ սլաքի ուղղությամբ։ Ինչ վերաբերում է ցանկացած b վեկտորի տարածական ուղղվածության որոշմանը այս գլանային կոորդինատային համակարգում, ապա մենք ունենք այստեղ 3 կոորդինատային բաղադրիչներ br, bθ եւ bφ, որոնք թույլ են տալիս b վեկտորի ուղղությունը որոշել, ինչպես դա պատկերված է 2.2.4 արտահայտության մեջ։ Ինչպես գլանայինում, այնպես էլ այս գնդային համակարգում տարածության մեջ կետից կետ անցնելիս բազային վեկտորների համախումբը պտույտ է կատարում։ Այսինքն, եթե դա համատելու լինենք ուղղանկյուն կոորդինատային համակարգերի հետ, ապա պտույտ է տեղի ունենում եւ z առանցքի շուրջ, եւ x կամ y առանցքներից մեկի շուրջ։ Այժմ այստեղ տեսնենք, թե ինչ հանրահաշվական գործողություններ կարելի է իրականացնել վեկտորների հետ։ Նախ դիտարկենք երկու վեկտորների գումարը, այսինքն 2-2-5 արտահայտությանը համապատասխան c վեկտորը իրենից ներկայացնում է a եւ b վեկտորների գումարը, եւ եթե ուղղանկյուն կոորդինատային համակարգում տեղադրենք նրանց արտահայտությունները այս փակագծերի օգնությամբ, ապա դժվար չէ տեսնել, որ խմբավորելով այս արտահայտությունը մենք ստանում ենք, որ a եւ b վեկտորների համապատասխան բաղադրիչները պարզապես գումարվում են իրար։ Գրաֆիկորեն դա կարելի է ներկայացնել հետևյալ կերպ. սկզբում կառուցվում է a վեկտորը, այնուհետև կառուցվում է b վեկտորը, դրանից հետո կառուցվում են օժանդակ երկու գծեր, որոնք լրացնում են զուգահեռագիծը, եւ c վեկտորը պատկերվում է որպես այդ զուգահեռագծի անկյունագծերից մեկը, որը ընկած է a եւ b վեկտորների միջև։ Երբ մենք փորձում ենք կառուցել երկու վեկտորների տարբերությունը, ապա այն կարելի է ստանալ հեշտությամբ, եթե նկատի ունենանք, որ b վեկտորը այստեղ փոխարինվում է մինուս b վեկտորով, եւ համապատասխանաբար կառուցվում է նաեւ սրանց դիագրամ, այսինքն սկզբում կառուցվում է a վեկտորը, այնուհետև կառուցվում է մինուս b վեկտորը, եւ c վեկտորը կառուցվում է որպես անկյունագիծ այս զուգահեռագծի համար։ Այժմ մենք ցույց տանք, թե ինչպես են գումարվում եւ հանվում իրարից երկու վեկտորները a-ն եւ b-ն։ Օգտվելով Յուլաբի դասագրքից
որը մենք բերել ենք մեր առաջի դասի ընթացքում գրականության ցուցակի մեջ։ Եվ փորձենք տեսնել, թե ինչպիսին է արդյունարար գումարային կամ արդյունարար տարբերային վեկտորի դիրքորոշումը եւ նրա վարքը, երբ փոփոխվում է A եւ B վեկտորներից որևէ մեկը դինամիկ ձևով։ Այստեղ մենք ունենք հետևյալը։ Ուրեմն կարող ենք ընտրել ինչպիսի կոորդինատային համակարգ ենք ցանկանում։ Մենք ունենք այստեղ բևեռային կոորդինատային համակարգ եւ ունենք ուղղանկյուն կոորդինատային համակարգ։ Օրինակ, եթե նայում ենք միայն A վեկտորը, որի x եւ y բաղադրիչները պատկերված են այս մասում, կարող ենք դիտել նաեւ B վեկտորը, որի համար բաղադրիչները պատկերված են այստեղ։ Այստեղից մենք կարող ենք ընտրել ցանկացած վեկտոր, ինչպես նաեւ գումարը եւ տարբերությունը, եւ վերջապես ներքևի մասում մենք կստանանք արդյունարար C վեկտորը, կամ գումարը, կամ տարբերությունը։ Հիմա փորձենք նախ ասեմ, որ մեր նպատակների համար ավելի հարմար է օգտվել բևեռային կոորդինատային համակարգից, որտեղ մենք ունենք A վեկտորի մոդուլը, բացարձակ արժեքը, կարող ենք այն փոփոխել, ինչպես նաև կարող ենք փոփոխել թետա անկյունը, որը A վեկտորը կազմում է x առանցքի հետ, աստիճաններով, այստեղ ցույց է տված։ Կարող այսպես պտույտներ է կատարում։ Կարող ենք ընտրել նաև B վեկտորը եւ ցույց տալ նրա մոդուլը եւ անկյունը, որը կազմված է x առանցքի հետ, հորիզոնական առանցքի հետ։ Կարող ենք տեսնել, որ երկուսն էլ այստեղ ի սկզբանե ընտրված են այնպես, որ նրանց ամեն մի վեկտորի սկիզբը համընկնում է կոորդինատային առանցքի կոորդինատային համակարգի սկզբնակետի հետ, եւ B վեկտորը եւ A վեկտորը։ Հիմա եթե մենք անցնենք, օրինակ դիտարկենք նրանց գումարը, ապա դժվար չէ տեսնել, որ B վեկտորը ցատկով կփոխվի եւ կտեղափոխվի այնպես, որ նրա սկիզբը համընկնում է, կապույտ վեկտորի սկիզբը համընկնում է A վեկտորի կարմիրով ցույց տված A վեկտորի ծայրի հետ։ Իսկ գումարայինը C վեկտորը պատկերված է այնպես, ինչպես մենք բացատրեցինք մի քիչ առաջ։ Հիմա եթե օրինակ միայն A վեկտորը պատտելու լինենք, տեսեք ինչ է տեղի ունենում։ B վեկտորի կողմնորոշումը չի փոխվում, փոխվում է միայն A-ն, կամ մենք կարող ենք B վեկտորը փոփոխել եւ նա փաստորեն պատտվում է այնպես, որ A վեկտորը մնում է տեղում կանգնած, իսկ B վեկտորը ըստ էության պատտվում է իր սկզբնական կետի շուրջ։ Նույնը կարող ենք դիտել նաև նրանց տարբերության դեպքում։ Նկատենք միայն մի բան, որ տարբերությունը ընտրելիս մենք կարող ենք տեսնել, որ պլյուս B վեկտորը փոխարինվում է մինուս B վեկտորով, այսինքն B վեկտորի ուղղությունը շրջվում է։ Այսպես։ Եվ նույնը կարող ենք ցուցադրել այս դեպքում։ A վեկտորն է փոփոխվում, B-ն մնում է անփոփոխ, B վեկտորն է փոփոխվում, A-ն մնում է անփոփոխ։ Այսքանը։ Այժմ շարունակելով վեկտորների հանդեպ հանրահաշվական գործողությունների դիտարկումը, տեսնենք, թե ինչպես կարելի է որոշել նրանց արտադրյալը։ Տվյալ դեպքում մենք ունենք երկու տիպի վեկտորական մեծությունների արտադրյալ։ Առաջինը կոչվում է սկալար արտադրյալ կամ անգլերեն scalar product կամ dot product,
Եվ 229 արտահայտությունը ցույց է տալիս, որ C-ն, որը իրենից ներկայացնում է A եւ B վեկտորների սկալար արտադրյալը, սկալար մեծություն է եւ ըստ էության հավասար է A վեկտորի, B վեկտորի բացարձակ արժեքների արտադրյալը անգամ նրանց միջև եղած անկյան կոսինուսը։ Ընդ որում, եթե խմբավորումները կատարենք այնպես, ինչպես ցույց է տված 229 արտահայտության մեջ, ապա դժվար չէ տեսնել, որ այդ մեծությունը կարելի է որոշել, եթե սկզբում մենք գտնենք A վեկտորի պրոյեկցիան B վեկտորի ուղղությամբ եւ այդ պրոյեկցիան բազմապատկենք B վեկտորով, կամ գտնենք B վեկտորի պրոյեկցիան A ուղղությամբ եւ այդ պրոյեկցիան բազմապատկենք A վեկտորով եւ դա ցույց է տված նկար 229-ում։ Հաջորդը այստեղ ցույց է տված սկալար արտադրյալի մասնավոր դեպքերը։ Առաջինն այն է, որ եթե A վեկտորը բազմապատկվում է իրենով սկալար ձևով, ապա այն ստացվում է A վեկտորի մոդուլի քառակուսին, քանի որ նրանց ալֆա անկյունը հավասարվում է 0-ի եւ կոսինուսը դառնում է հավասար 1-ի։ Հաջորդը, եթե A վեկտորը բազմապատկվում է B + C վեկտորների գումարով, ապա մենք կարող ենք դա առանձնացնել եւ հաշվել որպես A անգամ B + A անգամ C, եւ սա դիստրիբյուտիվ օրենքն է սկալար արտադրյալների համար։ Երրորդը, եթե մենք ցանկանում ենք որոշել A եւ B վեկտորների միջև ընկած անկյունը, ապա դժվար չէ ստանալ այն որպես հակադարձ կոսինուս A եւ B վեկտորների արտադրյալը համարիչում բաժանած A եւ B վեկտորների բացարձակ արժեքների արտադրյալով։ Այստեղ հաջորդ հատկությունն այն է, որ միավոր բազային վեկտորների զույգ արտադրյալները հավասար են 1-ի, համաձայն նախորդ այս 2-2-1-10 արտահայտությանը, դա դժվար չէ հասկանալ։ Եվ զույգ արտադրյալը 2-2-13b արտահայտության տեսքով տալիս է 0, քանի որ օրինակ x եւ y միավոր վեկտորների արտադրյալը հավասար է 0-ի, քանի որ նրանց միջև ընկած անկյունը 90 աստիճան է։ Եվ վերջապես, եթե ունենք երկու վեկտորներ, A վեկտորը ax, ay, az բաղադրիչներով եւ B վեկտորը bx, by, bz բաղադրիչներով, ապա ուղղանկյուն կոորդինատային համակարգում դժվար չէ տեսնել, որ նրանց վեկտորական արտադրյալը A անգամ B-ն հավասար է ax bx + ay by + az bz, քանի որ մնացած կոմբինացիաները, օրինակ ax by կամ ax bz-ը տալիս են 0, նրանց միջև ընկած անկյունը հավասար է 90 աստիճանի։ Եվ վերջապես դիտարկենք երկու վեկտորների վեկտորական արտադրյալը։ Այլ կերպ այն անվանում են vector product կամ անվանում են cross product։ Դա ցույց է տված 2-2-15 արտահայտության միջոցով, եւ այստեղ մենք տեսնում ենք, որ այդ արտադրյալը այս դեպքում արդեն C-ն վեկտորական մեծություն է եւ այն հավասար է n անգամ A անգամ B անգամ սինուս AB, որտեղ n-ը դա միավոր վեկտոր է, որը ուղղված է A եւ B վեկտորներից կազմված հարթությանը ուղղահայաց, այնպես որ եթե n վեկտորի ծայրից դիտելու լինենք այդ հարթությունը, ապա A վեկտորից դեպի B վեկտորը շարժումը տեղի կունենա ժամսլակին հակադարձ, ինչպես ցույց է տված 2-2-10 նկարի վրա։ Հարկ է նշել, որ n վեկտորի ուղղությունը որոշվում է նաև աջ ձեռքի օրենքով, այսինքն եթե մենք մատները ուղղում ենք A վեկտորից դեպի B վեկտորը կարճագույն ճանապարհի ուղղությամբ, ապա բութմատը ցույց կտա վեկտորական արտադրյալի ուղղությունը, այսինքն n վեկտորի ուղղությունը։ Այստեղ պատկերված են նաև որոշակի մասնավոր դեպքեր, մասնավորապես A վեկտորի եւ B վեկտորի վեկտորական արտադրյալը հավասար է
մինուս B անգամ A վեկտորական արտադրյալ, դա այսպես կոչված հակահաղորդակցական կամ anti-communicative հատկությունն է։ Հաջորդը, եթե A վեկտորը բազմապատկվում է B և C վեկտորների գումարով, ապա դա կարելի է բազմապատկել առանձին եւ գումարել իրար, սա այսպես կոչված distributive հատկությունն է։ Երրորդը 2,2,18 արտահայտությամբ արտահայտված A վեկտորը եթե բազմապատկվում է իրենով վեկտորական ձևով, ապա արդյունքը տալիս է 0, քանի որ նրանց միջև ընկած անկյունը հավասար է 0-ի, իսկ դրա սինուսը տալիս է 0։ Եվ վերջապես մենք ունենք 2,2,19 և 2,2,20 արտահայտությունները, որոնք նույնպես հասկանալի են դառնում, եթե հաշվի առնենք, որ x անգամ y միավոր օրթոգոնալ վեկտորները տալիս են z, դա դժվար չէ տեսնել 2,2,10 պատկերից նկարի վրա, y անգամ z-ը տալիս է x և z անգամ x-ը տալիս է y։ Հաջորդ մասնավոր դեպքը այն է, որ x անգամ x-ը հավասար է y անգամ y-ի և z անգամ z-ի և հավասար է 0-ի, էլի նույն այն պատճառով, որը պատկերված է 2,2,18 արտահայտությամբ։ Եվ վերջապես այստեղ նշենք, որ ուղղանկյուն կոորդինատային համակարգերում, եթե A վեկտորի և B վեկտորի ուղղանկյուն կոորդինատային բաղադրիչները պատկերենք այսպիսի փակագծերով, ապա բաց անելով այս փակագծերը և հաշվի առնելով միավոր վեկտորների հատկությունները, որոնք արտահայտված են 2,2,19 և 2,2,20 արտահայտություններով, դժվար չէ տեսնել, որ ստանում ենք x անգամ այս փակագիծը, y անգամ այս փակագիծը և z անգամ այս փակագիծը։ Եվ ֆորմալ ձևով դա արտահայտվում է որպես դետերմինանտ A անգամ B վեկտորական արտադրյալը ներկայացվում է հետևյալ դետերմինանտի օգնությամբ, որի առաջին տողը բազային վեկտորներն են x, y, z-ը, երկրորդ տողը A վեկտորի կոորդինատային բաղադրիչներն են ax, ay, az-ը և երրորդ տողը B վեկտորի կոորդինատային բաղադրիչներն են bx, by, bz։ Սրանով ավարտենք մեր այսօրվա դասը։ Որպես այս դասի շարունակություն, հաջորդ անգամ կդիտարկենք վեկտորական անալիզի տարրերը կամ այլ կերպ ասած կդիտարկենք վեկտորական դաշտերի ընդհանրացված մոտեցումները, կտանք բանաձևեր և սահմանումներ, որոնք չափազանց կարևոր նշանակություն ունեն էլեկտրադինամիկայի հավասարումների հասկանալու և խնդիրների լուծման իմաստով։ Եթե հավանում եք այս դասընթացը և մասնավորապես այսօրվա դասը, ապա կխնդրեի չմոռանալ սեղմել լայք կոճակը և բաժանորդագրվել, եթե բաժանորդագրված չեք։ Դա ձեզ հնարավորություն կտա տեղեկացված լինել հաջորդ դասերի մասին։ Շնորհակալ եմ ձեր մասնակցության համար և ցանկանում հաջողություններ ձեր ուսման և աշխատանքի մեջ։